Բարև ձեզ։ Հետքի սրահում այսօր կարել ենք իրավաբանական գիտությունների տեխնացու, կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Արամ Օրբելյանին, շնորհակալություն պարոն Օրբելյան մեզ ընկալվելու համար։ Այսօր ուզում ենք քննարկել դատական պրակտիկայի վերլուծության, դատական վիճակագրության կարևորությունը, դատարանների գործունեությունը բարելավելու հարցում։ Իհարկե այս հարցի ամենակարևոր հասցեատերերից մեկը դատական դեպարտամենտն էր, բարձրագույն դատական խորհուրդը, բայց ցավոք մենք այսօր հյուրեր չունենք, չնայած հրավիրել ենք նաև արդարադատության նախարարությունից, այնուամենայնիվ փորձենք քննարկել թեման այդ բացը լրացնելով կամ ինչ-որ բան հուշելով նաև այդ կառույցներին։ Պարոն Օրբելյան, ինչ կարևորություն ունի դատական պրակտիկայի վերլուծությունը եւ դատական վիճակագրությունը դատարանների գործունեությունը բարելավելու հարցում։ Շնորհակալություն հրավերի համար, շատ հետաքրքիր թեմա է եւ ցավում եմ, որ գործընկերներից հաստատելուց հետո չեն ներկայացել, ինչևից է, փորձենք քննարկենք ընդհանրապես փաստերի վրա հիմնված բարեփոխումների կոնցեպտի կիրառելիությունը այս դեպքում, այսպես կոչված անգլերեն տերմինն են շատ օգտագործում evidence based, այսինքն փաստերի վրա հիմնված, ռուսերեն доказательные формирование, այդ process-ը։ Հիմա նայեք, ինչա տեղի ունենում, մենք բազմաթիվ մարդիկ խոսում են դատական համակարգի խնդիրների մասին, ինչ որ խնդիրների մասին են խոսում, խնդիրները կարող են արդարացի լինեն, կարող են արդարացի չլինեն, բայց մի հատ ֆունդամենտալ խնդրեմ կա, որ երբ որ փորձում ենք հասկանալ, որտեղից է այդ ինֆորմացիան, ինչի հիման վրա են այդ պնդումները կատարում, պարզվում է, որ փաստացի վերլուծություն չկա։ Լավագույն դեպքում առանձին գործերի հիման վրա էքստրապոլյացիա է կատարվում ամբողջ համակարգի վրա։ Այսինքն, մի հատ գործ եմ ունեցել, որը իմ կարծիքով բարեհաջող չի գնացել, ձգձգվել է։ Կարող է 5 հատ գործ եմ ունեցել, որը ձգձգվել է, ես ինքնուրույն վերցնում այս 5 հատ գործը, ասում եմ, օքեյ, եթե 5 հատ գործը այսքան դժվար է, պատկերացրեք եմ մնացած 100,000 գործը ինչպես է եղել։ Եվ հետեւաբար խնդիր է առաջանում իրականում հասկանալու իրական պատկերը, եթե չենք հասկանում իրական պատկերը, ինչպես պետք է կազմակերպենք ցանկացած բարեփոխում, ասեմ փոփոխություն թե զարգացում։ Ցանկացած մենեջմենթային ցիկլի առաջին կտորներից մեկը խնդրի չափումն է։ Հիմա հետ գալով այս հարցին դատական համակարգի որոշակի առանձնահատկություններ կա հաշվի առնելով, որ սա ուղղակի մի հատ եւս մեկ ծառայություն չի պետության կողմից, ամեն դեպքում իշխանության ճյուղերից մեկն է եւ իրականացնում է սահմանադրական իրավունքները, բայց ունի քանակական պարամետրեր, ունի որակական պարամետրեր, այսինքն առանց խորամուխ լինելու դատական ակտերի պարունակական քննադատությանը, մասսայական, կարելի է բավականին լուրջ քանակի հարցեր վերհանել եւ ստատիստիկայի վիճակագրության վերլուծության հիման վրա, հələ պարունակությանն էլ չեմ ուզում անդրադառնամ, դրանք մի քիչ ավելի ուշ կանդրադառնանք, ստանալ ինչ-որ պատասխաններ։ Բերեմ ավելի պրիմիտիվ օրինակներ, որպեսզի պարոտ լինի, որովհետեւ եւ նախկինում նախարարությունում աշխատած ժամանակ այս խնդիրը ակտուալ է եղել, երբ որ ուզել ենք հասկանալ լավ դատական գործերի տևողությունը ինչքան էր։ Համաշխարհային բանկը իրականացնում էր doing business-ի այս գործառույթությամբ զբաղվելու չափանիշի չափումը եւ կետերից մեկը, որը վերաբերվում էր դատարանի միջոցով պայմանագրերի կիրարկման, այսինքն եթե գործը արել ես գումարը չեմ վճարել ինչքան ժամկետում կլինի, ու ինչ որ ստանդարտացված խնդիր էր, որի լուծման ինչ որ պարամետրեր պետք է ժամկետների տևողության գործողությունների վերլուծեին եւ ռեսպոնդենտները լրացնեին։ Ինչ որ տվյալներ էր լինում, որը իմ գնահատման բանական չէր համապատասխանում, այսինքն ավելի երկար էին մարդիկ ակնկալում եւ ենթադրում ու լրացնում։ Փորձում ենք ստատիստիկա ստանալ, պարզվեց չկա։ Ինչ որ ամեն անգամ խնդրում էինք, որ առանձին ինչ որ տվյալ հաշվեն, հետո մի հատ ուրիշ տվյալ էր պետք է լինում, պետք էր դա հաշվել, այդ ժամանակ արդեն քննարկման առարկա դարձավ, որ նվազագույն ինչ որ վիճակագրական պարամետրեր պետք է հրապարակվեն, բայց դրանով դա չպետք է սահմանափակվի, բարձրագույն դատական խորհուրդը, այն ժամանակ դեռևս արդարադատության խորհուրդը պետք է ստանալ իրավասություն եւ ստացել է ըստ էության դատական օրենսգրքով համապատասխան այլ պարամետրեր նույնպես ներառել։ Այսինքն սա ընդհանուր պատկերն է։ Դա հնարավորություն է տալիս երկու շատ լուրջ խնդիր լուծել։ Առաջինը, երբ որ հələ թվային ասեմ, հա, թվային ստատիստիկան հստակ է լինում, մենք շատ հանգիստ կարողանում ենք դատական համակարգում կիրառել ծրագրային բյուջետավորում։ Ինչ է ծրագրային բյուջետավորում։ Այսինքն մենք ոչ թե պետքա դատական համակարգը ֆինանսավորենք ելնելով նրանից, որ ունենք ենթադրենք 100 դատավոր, 100 դատավորի աշխատավարձը տանք ու ասենք 100 դատավոր ոնց ուզում եք այս բոլոր գործերը քննեք։ Քիչ կլինի, լավ կլինի, բայց որ շատ կլինի, դե էլի դուք պիտի քննեք։ Այլ իրականում մենք պետք է հաշվենք պետության վրա պայմանական մեկ գործի գինը ինչ է նստում։ Շատ պայմանական եմ ասում, տես դրամային հաշվարկի խնդիրը չի եւ հասկանալով, ակնկալելով, որ հաջորդ տարի կամ տենդենսը այնպեսին է, որ դատական գործերի քանակը ավելանում է, օրինակ, որովհետև մարդիկ վստահում են դատարաններին։
Կամ ընդհակառակը վստահության խնդիր կա, կարող է պակասի, կարող է ինչ-որ նոր տեսակի վեճեր առաջանան կամ չառաջանան, հա, այսինքն այս բոլորը հաշվի առնելով համապատասխանաբար պետությունը կարողանում է արդեն որոշումներ ընդունել ոչ միայն հիմք ընդունելով կամ ոչ միայն հիմնվելով բացառապես մարդու իրավունքների պաշտպանության, որը բազիսային կարևոր կտորն է, դա պետք է հաշվի առնվի եւ սա հետ գնալու տեղ չունի, բայց պետք է նաև մնացած պարամետրերը հաշվեն։ Ամենապրիմիտիվ օրինակներից մեկը ճանապարհային ոստիկանությանը մենք բազմաթիվ անգամ բարձրացրել ենք, որ պետք է ուղղակի արգելել, բողոքարկել առաջին ացանի դատարանի, վարչական դատարանի որոշումները։ Իսկ եթե 5000 դրամանի տուգանք կա եւ տուգանքը դատարանացել է տուգանքը ապօրինի, պետք է վերջակետ լինի, սա չպետք է քննարկվի, չպետք է գնա վերաքննիչ դատարան, որովհետեւ պետության վրա այս բողոքարկումը սարսափելի թանկ է նստում։ Կներեք, պարոն Օրբելյան, մենք մի ուսումնասիրության ժամանակ հետքի խմբագրության աշխատակազմը նման մի գործ հայտնաբերեց, որը 18 տարի դեռ քննության process-ում է, այդ 5000 դրամ։ Օրինակ, այսինքն ես ավելին ասեմ, ունենք առանձին դեպքեր, որոնք զավեշտի են հասնում։ Այս պահին ես բարույթում ունեմ ձեր պարտության գործ, որը սկսվել է 16 թե 17 թվականին։ Այսինքն, եթե հիմա դատարանը հաստատում է, առաջին ացիանում դեռևս օբյեկտիվ պատճառ կար, դատավորը ավատարող չէր, հետո թոշակի գնաց, հետո մյուս դատավորը ինչ-որ չեմ սխալվում գործունեությունը դադարեցվեց, այսինքն process էր, բայց կապ չունի։ Այսօր դատարանը ասում է, այո, զրպարտել է X Y-ին 17 թվականին կամ 16 թվականին։ Ակնհայտորեն այսօրվա այդ բավարարվածությունը, որը կստանա մարդը, չի համապատասխանում իրականության, որտեղ մարդուն եթե զրպարտության հայցի, անհրաժեշտ է որ միանգամից հաստատեն կամ զրպարտել ես կամ չէ զրպարտել, որտեղ խզումը երբ որ հեռանում է, ուրիշ խնդիր է առաջանում։ Մենք ունենք դեպքեր, երբ որ իմ պրակտիկայում չի, բայց թվերը որպեսզի ասեմ պարոնի գործ է եղել, երբ որ աշխատակից են ընդունել գործի, մի քանի ամիս հետո խնդիր է առաջացել, հեռացրել են աշխատակցին, ասենք 3 ամիս հետո, 4 ամիս հետո դատարան է դիմել, դատարանով երկար գործընթաց է եղել, վերջում հաստատել են, որ ապօրինի հեռացում է եղել, չեն կարողացել վերականգնեն, բայց ասենք 20 քանի միլիոն դրամի չվճարված այս ամբողջ ժամանակահատվածի համար տարիների աշխատավարձ վճարելու պարտականություն են համբերել։ Այսինքն ստացվում է որ գործատուն ասում է արեք ասեք որ սխալ եմ անել, կվճարեի, բայց հիմա դուք բերել եք հասցրել եք մի 4 տարվա գումար եք հաշվում, ախր ես ինչ մեղք ունեմ որ 4 տարի տևել է։ Որ դուք երկարատներ Որտեւ ես այն ժամանակ համարել եմ ճիշտ եմ արել, բայց եթե սխալ եմ արել, խնդիր չկա։ Պարոն Օրբելյան, իսկ այդ դեպքում օրինակ դատարանի կամ մեղավորությունը կա, որ ինքը երկարաձգել է 4 տարի եւ վերջում այդպիսի ավելի ծանր արդյունք է ստացվել, քան իրականում։ Կարող եմ ասել եւ այո եւ ոչ, բայց երկու մասի էլի բաժանեմ դրա պատասխանը, հա։ Առաջին մասը վերաբերվում է այսպես կոչված case management-ի, հա, գործերի կառավարման հմտություններին։ Սա որոշակիորեն հմտությունների ծավալ է, որը Արդարադատության ակադեմիայում որոշակիորեն ուսուցանվում է, բայց պետք է ավելի խորացվի, ավելի ուսումնասիրվի, ավելի բարելավի, միգուցե տեխնիկական ինչ-որ լուծումներ տան։ Մյուսը հետ եմ գալիս նույն ստատիստիկային, այսինքն եթե չկա վիճակագրական տվյալներ, մենք չենք իմանում, որ գործով ենք, որ արդեն ժողովրդական լեզվով ասած համահանվել է։ Հենց նոր երեկվա դրությամբ տեղեկատվություն, քանի որ կոնցերն դիալոգի բրենդներից մեկով մենք պարտքերի հավաքագրման մեծ բլոկ ունենք, ասենք անցած տարվա ընթացքում դատարան ներկայացվել է 15-16, գուցե 17000 հայցադիմում։ Ունենք մի շարք գործեր, որոնցով վճիռը կա։ Դա ձեր գրասենյակի։ Այո, մեր գրասենյակի մասին։ Հայաստանում 100 քանի հազար է եղել, այսինքն հայկական դատական ծանրաբեռնվածության 15-20 հայցերի մասին է խոսքը, տոկոսը, այսինքն մա տոկոսը դեռ վերջնական ստատիստիկան չունեմ, չեմ կարողանում հստակ ասել, բայց զգալի տոկոսը։ Ուրեմն այս ունենք գործեր, որոնց արդեն վճիռը կա, բավարարվել է մեր հայցը, հայցի պետք է արդեն կատարողական թերթ տրվի եւ ունենք 300 օրից ավել ուշացում։ Այսինքն կա վճիռ, պետք է կատարողական թերթ տրվի։ Հիմա առաջինը սկսենք նրանից, որ կատարողական թերթ տալու գործընթացը սարսափելի բարդացված է դատավորի համար, ինչ որ համակարգում պետք է լրացվի, ինչ որ տենց բարդ բաներ, որտեղ ես ակնհայտորեն ինքս մի քանի հատ էլեկտրոնային կառավարության ծրագիր ներդրման մեջ ակտիվ մասնակցություն ունենալով դեռևս նախարարությունում մեր գրասենյակում առնվազն 3-4 տարբեր համակարգային ծրագրերի ներդրման մասնակից լինելով ակնհայտ է որ կարելի է գտնել լուծումներ, որոնք իհապես հեշտացնում են, քանի որ տեղեկատվությունները մի քանի անգամ մտքանելու կարիք չկա, բայց երբ որ մենք դատարանի աշխատակազմին ասում ենք ախր դիմումը տվել ենք օրենքով սահմանված ժամկետ կա, ուշացնում եք, մի բան է երբ որ ուշացնում են 5 օր, 7 օր, լավ 10 օր, հասկանում ես որ այդ պահին ծանրաբեռնվածություն է, մի բան է երբ որ 300 օր, եթե բոլորի մոտ լինի 300, դա կնշանակի որ համակարգային խնդիր կա, քանակի ավելացման խնդիր կա, բայց եթե բոլորի մոտ 10 օր է ուշացումը միջին,
եւ X դատավորի մոտ 300 օր է, սա արդեն ցույց է տալիս X դատավորի մոտեցումը կամ այդ X դատավորը կոնկրետ անձի, կոնկրետ վստահորդի, կոնկրետ գրասենյակի նկատմամբ ունի համապատասխան բացասական վերաբերմունք, կամ X դատավորը մոտավորապես շատ վատ է կառավարում իր գործերը։ Հիմա այստեղ խնդիրը հետևյալն է, եթե այդ ստատիստիկան լինի, իսկ այս տարի, անցած տարվա վերջ այս տարի ինչ-որ ստատիստիկա սկսեցին հրապարակել միջին տևողության, բայց դա ամբողջական չի եւ միայն մի պարամետրով չի կարելի կառավարել, միայն մի ցուցանիշով, որովհետեւ այդ ցուցանիշը լավացնում են վճիռ արագ են գրում, կաթերթն են ուշացնում։ Կաթերթը տալու ժամկետը սկսենք հաշվել, պարունակական խնդիր կարող է, այսինքն պետքա վերլուծվի եւ քանակական եւ որակական ցուցանիշները։ Եվ համապատասխանաբար, երբ որ մենք արդեն համեմատական ենք նայում բոլոր Հայաստանի բոլոր դատարաններին, այսինքն 15000 հայցադիումը, քանի որ բաշխում է համարյա բոլոր դատավորների միջև, որոշ դատարաններում մի քիչ շատ, որոշում քիչ, բայց արդեն միջինացված տվյալներ կարողանում ենք ստանալ։ Ունենք դեպք մի քանի տարի առաջ, երբ դատավորի օգնական ասում էր, դե մենք գերզանաբեռնված ենք, չենք հասցնում։ Երբ որ վերլուծեցինք մեր գրասենյակում ուղարկված գործերը, պարզվեց, որ 9 ամսից ավել դատարանում գտնվող գործերը պարզ գործեր են, որոնք խնդիր չունեն, այսինքն այստեղ չկա պատասխան, չկա փորձաքննություն, չկա գործընթաց, պարզվեց, որ դատավորների մոտ մնացորդները այսպիսին էր 0, 0, 1, 0, 2, 0, այսինքն 9 ամսից ավելի երկար, 0, 1, 15, 30, 120, էլի 0, 0, 1, 0, հիմա եթե 120 գործ ունեցող դատավորը ասում է ծանրաբեռնված են, կամ օգնականը ասում է, կամ գրասենյակը ասում է ծանրաբեռնված են, ինչպես կասեր ռուս դրամատուրգիայի հայրերից մեկը Ստանիսլավսկին չեմ հավատում, որովհետև չի կարող լինել այդպես, որ բոլորի մոտ հասցնեն ու բոլորի մոտ լինի 0-ներ, մեկի մոտ լինի 120, ընդ որում նաև ուսումնասիրեցինք ամեն դեպքում, որպեսզի հաստատ լինի իմ չեմ հավատումը, ամեն մեկին քանի գործ էր ուղարկվել եւ քանիսն են ավարտվել։ Պարզվեց, որ ավարտել են 100 գործ, 110 գործ, 120 գործ, 90 գործ, 2 գործ։ Ասում ենք դե չի լինում, որ 120 գործից 2-ը ավարտեք, այսա արդեն ցույց է տալիս, որտեղ կա թերացում։ Բայց սա կրկնում եմ, սա պետք չի ընկալել։ Իսկ ով պետք է խոսեր կամ ով պետք է պարզեր ըստ էության այդ թերացումը, որը չի արվել եւ ստանդարտ ընդհանրապես նման հարցին, երբ որ խոսում են ողջամիտ ժամկետներ խախտելու, դատաքննություններ անհարկի երկարաձգելու մասին, դատարանից ընդամենը մի արձագանք է լինում, որ գերծանրաբեռնված են։ Ես վերադառնամ իմ ես մի հատ ավելացում անեմ իմ ասածի վրա։ Ես ուզում եմ սխալ ընկալում չլինի, որ դատարանները գերծանրաբեռնված չեն։ Այսինքն ես բերեցի եմ մնացած դեպքերը, որտեղ նույնպես ուշացումներ կան։ Եվ այդ ուշացումներին ես շատ վատ եմ վերաբերվում համակարգային առումով, շատ նորմալ մարդկային են վերաբերվում մարդկային առումով։ Համակարգային առումով պետք է դատավորների քանակը ավելացվի, բյուջե մեծացվի, աշխատավարձի մասին չի։ Քանակ ավելացվի, որ դատավորները հասցնեն։ Եվ երկրորդը տեխնիկական լուծումների միջոցով պետք է որոշակիորեն հեշտացվի վճռահատության process-ը, թվերի համադրումը եւ այլն։ Հիմա ով պետք է չափի։ Ընդհանրապես ինտելեկտուալ աշխատանքի դեպքում դատավոր կլինի նույն ես ին վրա բերեմ, այսինքն փաստաբանական գրասենյակում ինքնագնահատումը շատ կարևոր գործիք է, բայց որպեսզի անձը կարողանա ինքնագնահատում անի, պետք է այդ անձին այդ թվերը ցույց տրվի։ Այսինքն խոսքը նրանում չի, որ պետք է լինի մի հոգի, օրինակ բարձրագույն դատական խորհուրդը, ով վերլուծի, գասի հարգելի դատավոր X, դուք ուշացրել եք, ձեզ պատժում ենք, ոչ։ Պետք է հարգելի դատավոր X-ը ստանա ինքը իր թիվը, ինքը իմանա, որ ինքը դանդաղ է աշխատում։ Եվ դա նկատել են արդեն։ Եվ նկատելու խնդիր ինքը հələ առաջինը իմանա, ուրիշները կնկատեն, չեն նկատի, կպաջեն, չեն պաջի, մենք խոսում ենք դատավորի մասին։ Մենք ուզում ենք պետք է հասկանանք, որ դատավորները անկախ վերջին ժամանակներում կամ դրանից առաջ ինչեր են խոսել, ինչ են ասել, ոնց են ասել դատավորների մասին, ինչ էպիթետներ են օգտագործել, միջին ստատիստիկ դատավորը կրթված, բարձրագույն կրթություն, ռեալ բարձրագույն կրթություն ունեցող, հասկացող, տրամաբանող միջինով բարոյական մարդ է։ Էլի եմ ասում, բացառություններ կան, լավ, հայ ես չեմ ուզում, բայց հիմա այսինքն դատավորը պետք է ինքը ունենա այդ պարամետրերը, այդ պարամետրերը ստանալուց հետո ինքը առաջինը հələ ինքը վերլուծի, այսինքն խոսքը չի գնում իրան թիվ տան, ասեն քո միջին ժամկետը այսքանա ու վсё։ Ու ավարտենք այստեղ։ Այդ պետք է լինի այդ թիվը, պետք է լինի համեմատական, պետք է լինի աղյուսակներ, պետք է լինի վիզուալներ, դատավորը կհասկանա։ Եվ առաջարկվի կամ չառաջարկվի, բայց լինի լուծումներ, հա, որ այ մի տրեյնինգ կա, կարող է գնալ այս տրեյնինգին, այնտեղ կաջակցեն։ Եթե ինչ-որ մի պահի դատավորը շարունակում է այդ նույն ստատիստիկան վատնի, համապատասխանաբար դատական համակարգը, որպես միավոր ինքը պետք է հետաքրքրված լինի, որ իր շարքերում չլինեն դպրոցական տերմինոլոգիայով ասեմ, ծույլիկներ։
Եվ համապատասխանաբար կամ պետք է օգնեն այդ ճյուղերին դառնան բավարար, հետո հարվածային, հետո գերազանցի, կամ պետք է հեռացնեն։ Պարոն Օրբելյան, մենք ինքներս այդպիսի մի քանի շատ կարևոր թեմատիկ ուսումնասիրություններ արեցինք եւ դրանց հետ կապված բարբերաբար գրություններ ենք ուղարկել դատական դեպարտամենտին, խնդրելով վիճակագրություն, վիճակագրական թվեր կամ եթե կա վերլուծություն տրամադրել եւ մեր բոլոր գրություններին պատասխանվել է, որ դեպարտամենտը նման վիճակագրություն չունի։ Դուք եղել եք արտադակության փոխնախարար, կարծում եմ, որ մասնակցել եք նաեւ օրենսդրական փոփոխություններն շատ հաճախակի անում, օրենսգիրք է նորից փոխում եւ այն։ Ինչով է պայմանավորված այդ փոփոխությունները եւ արդյոք այդ փոփոխությունների ժամանակ նման վերլուծությունները հիմք են ծառայում, թե ինչն է անհրաժեշտ փոխել ըստ էության օրենքում, ինչը չի արդարացնում։ Ես ձեզ բերեցի հենց այն օրինակը, որ մենք ունենք խնդիր ստատիստիկա չունենալու եւ օրինակ դրա համար ստիպված ենք կարգավորումներ բերել, որպեսզի ունենանք ստատիստիկա։ Բարեփոխումները ունեն երկու շերտ։ Առաջին շերտը վերաբերվում է այն հանգամանքին, որ բերեք ցենց դատավարականը կասեմ եւ դատական օրենսգիրքը կասեմ։ Երբ որ ինքս ղեկավարելով քաղաքացիական դատավարության օրենսգիրքի հիմավոր ուժի մեջ է, 13-14 թվականներին, 12-13-14 թվականներին աշխատանքային խումբը, իզնից հետո շարունակվել է այդ աշխատանքները, որին ներգրաված են եղել եւ փաստաբաններ եւ դատավորներ եւ գիտնականներ եւ հայկական եւ արտաքին, երկու խնդիր ենք լուծել։ Եղել է մի շարք Վճռաբեկ դատարանի որոշումներ, պարունակական, որով որոշակի ինստիտուտներ զարգացվել են, բայց դա օրենքում ուղղակիորեն գրված չի եղել եւ դա համապատասխանաբար իմպլեմենտացրել ենք, որպեսզի բոլորը ստիպված չլինեն Վճռաբեկի որոշումը իմանան, որ իմանան ինչպես է աշխատում, համապատասխանաբար ուղղակիորեն ձևակերպումները ներառվել են, որպեսզի մարդիկ օրենսգիրքը կարդալով կարողանան ճիշտ ընկալել ոնց է գործընթացը տեղի ունենում։ Գումարած որոշակի ներքին հակասություններ են լուծվել։ Կա մի շարք փոփոխություններ, որոնք բխում են սկզբունքներից։ Պայմանական մենք ունեցել ենք 91 թվականին ստացել ենք խորհրդային դատական համակարգ եւ պարբերաբար եւ սահմանադրության փոփոխությունների արդյունքում եւ ընթացիկ փոփոխությունների արդյունքում զարգացրել ենք։ Պետք է հասկանանք, որ 95 թվականին ունեցել ենք առաջին սահմանադրությունը, 2000-ականներին եւ մարտիրոսների եւ 5-ին պետք է 3-ին ընդունվեց, չստացվեց, 5-ին ընդունվեց, որի հիմքում դրված էր 2001-ին Եվրոպայի խորհրդի անդամակցությամբ եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստանդարտների կիրառությամբ, 2005-ին 15-ին մի քայլ էլ առաջ է գնացել հիմք ընդունելով դատական համակարգի բրգաձև լինելու խնդիրը լուծելու համար, այսինքն փորձել ենք ավելի հորիզոնական եւ տեսնում ենք, որ ճիշտ ուղղությամբ է գնացել զարգացումը։ Առնվազն մինչեւ, չգիտեմ, 2 տարի առաջ ճիշտ ուղղությամբ է գնացել եւ դատական համակարգը դեռևս աշխատում է, բայց ցանկացած համակարգ ունի դիմադրողականության որոշակի ինչ ասենք, դիմադրողականության ինչ որ պահուստ, այդ պահուստը հենց որ սպառվեց, էլ վերանալու է, այդ դիմադրողականությունը կորելու է։ Դիմադրողականություն բառի դրական իմաստով, իմունիտետ իմաստով, որպես իր ֆունկցիա իրականացնող։ Հիմա վերադառնալով հարցին, ոչ միայն խնդրահարույց է այսօր արդեն իսկ ստանալ վիճակագրություն, այսօր նույնիսկ խնդրահարույց է ստանալ այսպես կոչված չմշակված տեղեկատվություն։ Ես 2 տարի առաջ դիմել էի դեպարտամենտ եւ Վճռաբեկ դատարան ստանալու համար կալանքի որոշումները, եթե տեղյակ եք կալանքի որոշումները, քանի որ դռնփակ են լինում, դատալեքսում նրանք չեն հրապարակվում։ Բացառություն են կազմում Վճռաբեկ դատարանի որոշումները, որոնք հրապարակվում են տեղեկագրում եւ արդեսում։ Մեզ հետաքրքիր էր մի քանի ստատիստիկ տվյալ հանել, հասկանալու համար դատախազի բերած բողոքները ինչ ժամկետում են վարույթ ընդունում կամ մերժում։ Փաստաբանի ներկայացրած կամ կալանավորված անձի ներկայացրած դիմումները ինչ ժամկետում են քննարկվում կամ մերժում, ինչ որ ստատիստիկ տվյալներ, չէր վարվում այս ստատիստիկան, խնդրեցինք որոշումները տան, որ որոշումներից մենք անցնենք ստատիստիկայից էլ անցնենք վերլուծությունների եւ դրա հանգումների։ Տվեցին այն ժամանակ որոշակի վերլուծություններ արեցինք, չենք հրապարակել, որովհետեւ ամբողջական չէր։ Վերջերս ասացի լավ, ավարտին հասցնենք այս հետազոտությունը, նաեւ հաշվի առնելով վերջին 1.5-2 տարին։ Դիմեցինք, մեզ պատասխանում են, որ մենք չունենք նման գործառույթ, մենք ձեզ փաստաթուղթ չենք տալու։ Մեկ այլ բանով դիմել եմ, հույս ունեմ, որ կտան տեղեկատվությունը, լինելով արբիտրների ասոցիացիայի նախագահ, դիմել եմ արբիտրաժի վերաբերյալ բոլոր որոշումները, քանի որ դրանք դիմումի կարգով են լինում։ Ասենք լավ, մի հատ պնդում կա, որ Հայաստանը արբիտրաժին այդպես կողմ չի, հայկական դատական համակարգը բացասականը վերաբերվում, ասի լավ, բերեք մի հատ ստատիստիկա վերցնենք, վերլուծենք, տեսնենք քանի ստանդարտ գործ կա, քանի ոչ ստանդարտ գործ կա, այդ ոչ ստանդարտ գործերում ինչ որոշումներ են կայացվել։ Դեռևս հələ քանակական եմ ասում, չկորանալով, չքննարկելով դատարանը իմ կարծիքով ինչ որոշում պետք է կայացնել կամ չկայացնել, ընդհանրապես հասկանալու համար ուղղակի թվային տվյալներ։
Դեռևս սպասում եմ, որովհետև ծավալը կարծում եմ մեծ է, բայց պատասխան չկա եւ այստեղ է նաեւ կարեւոր է, որտեղ տեղեկատվության ազատությունն է եւ դատական օրենսգրքի այն դրույթը, որ ցանկացած մարդ կարող է հղում անել այլ գործով, ոչ միայն Վճռաբեկ դատարանի, նաեւ առաջին եւ վերաքննիչ Աշյանի դատարանների որոշումներին պետք է նաեւ հնարավորություն ունենա ծանոթանալ այդ որոշումների առնվազն անոնիմիզացված, այսինքն ապանձնավորված տեքստերին։ Հիմա եթե նման հնարավորություն չի ընձեռնվում, ապա համապատասխանաբար նաև առաջանում են եւ կոռուպցիոն ռիսկեր, առաջանում են նաև ռիսկեր ոչ միատիսակ կիրառության եւ դրանից բխող մնացած խնդիրները։ Ես ձեր ասածից հասկացա, որ ըստ էության ով ինչ որ բանով եթե հետաքրքրված է, ինքը անձամբ պետք է ուսումնասիրի եւ հետեւություններ անի, որովհետեւ ինքներս շատ հետաքրքրված էինք վերջին տարիներին վաղեմության ժամկետով ինչքան գործ է կարճվել, դատական դեպարտամենտը մեզ տվեց բոլոր կարճված գործերը, ասեց դրանից առանձնացրեք, թե ինչ է պետք։ Ընդ որում պիտի հատուկ նշեմ, որ նույն պահանջը նաև գլխավոր դատախազությանն ենք ներկայացրել, որը ուներ փաստորեն վիճակագրություն, եւ այդ թվերը խիստ տարբեր են իրարից։ Եթե մեկը փորձի ուսումնասիրել դա, ինքը էլի չի ունենա այդ ակնկալվող այն վիճակագրությունը, որից կարող է հետևություններ անել։ Նայեք, որպեսզի մենք կարողանանք ասենք երկուսով կամ որևէ այլ անձի հետ քննարկենք որևէ բարեփոխման վերաբերյալ ինչ որ հարց, մենք պետք է մենք համար 1 ամենասկզբունքային հարցը, որպեսզի մեր քննարկումը լինի առարկայական, մենք պետք է ունենանք ինչ որ գոնե ընդհանուր փոխըմբռնում արկա վիճակի մասին։ Այսինքն, եթե դուք գտնում եք, որ մենք դատական համակարգ չունենք, նո դուք չէ, ինչ որ մեկը։ Ես գտնում եմ, որ մենք ունենք տարածաշրջանում ամենալավ վատ վեկտորով զարգացող, բայց ամենալավ դատական համակարգը տարածաշրջանում աշխարհում չէ։ Մենք չենք կարող էֆեկտիվ արդյունավետ քննարկենք ռեֆորմի որևէ հարց։ Այսինքն ձեր մոտեցումները, եթե մենք մի բան չունենք, ասելու եք դե զրոյից պիտի ստեղծենք, հետեւաբար այն ինչ ունենք պիտի քանդենք։ Իսկ եթե իմ մոտեցումը այն է, որ ինքը տարածաշրջանում ամենալավն է դեռևս, հետեւաբար իմ մոտեցումը պետք է լինի, որ ոչ թե քանդենք, այլ բարելավենք, գտնենք առանձին խնդիրները լուծենք։ Եթե մենք այս հարցը չենք կարողանում գալ կոնսենսուսի, իսկ որպեսզի մենք գանք կոնսենսուսի, որտեվ դա առանձին գործերով չի կարող լինել, ես մի գործով տարվեցի կամ հաղթեցի, իմ գործը լավն էր կամ վատն էր, ես գտնում եմ արդար էր կամ անարդար էր, դրանով չենք կարող գնահատել միեդում պարտված կամ հաղթած գործերի քանակով, որովհետև եվրոպական բոլոր երկրները ունեն բավականին մեծ քանակությամբ պարտված գործեր միեդում։ Եվ միեդը չի էլ թաքցնում, ինքը զարգացնում է իր պրակտիկան։ Այսինքն, որ պատկերացնեք, ունեն գործեր, որտեղ միեդի պրակտիկայի համապատասխան կրոնական փոքրամասնության կարգավորումներին համապատասխանացրել ենք մեր օրենսդրությունը, որից հետո բանակային ծառայության մասին է խոսքը, որից հետո անձի հետ կապված առաջացել է վեճ, գնացել ենք դատարան, դիմել է էլի միեդ, միեդում պետությունը ներկայացրել է դիրքորոշում, որ հարգելի միեդ ունեցել է դիրքորոշում, այս դիրքորոշման համապատասխանացրել ենք մենք մեր օրենքը, միեդը ասել է, հա, բայց ես հիմա փոխել եմ դիրքորոշումը, սա ավելի եմ զարգացրել։ Հետևաբար նորից խախտում եք, բայց ասում եմ, բայց այդ այն ժամանակ էր եղել, երբ որ դու այդ որոշումը կայացրել ես, ասում եմ, կապ չունի։ Որը եսավատի լավի խնդիրը չի, սա իրավունքի մարդու իրավունքների զարգացման տենդենսն է։ Եվ լիքը բաներ, ինչ որ 63 թվականին միեդի պրակտիկայում կարող է համարվեին ամբողջությամբ նորմալ, այսօր կարող է համարվեն ամբողջությամբ աննորմալ։ Այսինքն մենք չպետք է դա դիտենք որպես մահացած օրգանիզմ, պետք է դիտենք որպես զարգացող շարժվող օրգանիզմ։ Եվ համապատասխանաբար շատ սկզբունքային կարևոր է, որպեսզի լինի ստատիստիկա։ Ստատիստիկան հետևյալ տարբերակով է։ Մենք ժամանակին ունեցել ենք լավագույն 2009 թվականին համարվել է Հայաստանի էլեկտրոնային արդարադատության համակարգը, այդ տարվա Dataalex տեղեկատվական։ Այո, Dataalex-ը կաստը, ես ասում եմ հələ 2009 միշև իմ նախարարություն գնալ, այսինքն այդ ժամանակվա այդ երկրորդ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ստեղծված ծրագիրը համարվել է լավագույն ինովացիան էլեկտրոնային արդարադատության ոլորտում։ Կարող է հիմա տերմինաբանական սխալ ասեմ, լավագույն ինչ որ մի ուրիշ անուն օգտագործված լինի, որից հետո մենք որոշակի զարգացում ապրել ենք, բայց ինչ որ մի պահի համակարգի զարգացումը կասեցվել է։ Հիմա абսուրդի ենք հասել, որ երբ որ գալիս են ասում են քրեական գործի շրջանակներում պետք է ծրագիրը արգելավենք, խնդրեմ, բան չունեմ ասելու, եթե պետք է արգելավել, պետք է արգելավել։ Հայաստանի Հանրապետության իշխանության 3 ուժերից մեկը ասում է դե գնանք միջազգային դոնորների հետ մի հատ խոսենք, տեսնենք մեզ փող կտան, ծրագիր գրենք, թե չէ։ Ես ասում եմ Ժողովուրդ ջան, դա չի կարելի։ Սա ոնց ասեմ, ձեր կենտրոնական համակարգն է, այսինքն պատկերացրեք ազգային ժողովի քվեարկության համակարգը, որ կան մեծ տախտակը եւ քվեարկության կոճակները,
Կասկած լինի, որ միջամտություն է եղել, ածնգա դա արգրավի եւ ազգային ժողով ասիլի ես գնամ միջազգային դոնորների հետ մոտ խոսեմ։ Տեսնեմ նոր ծրագիր կտան, տեսնենք մի 3 տարի ձեռով են քվեարկելու։ Հիմա խնդիրը հետեւյալն է, կա բազային կարիքներ եւ բազային կարիքների հոգումը պետք է տեղի ունենա։ Նույնը վերաբերում է կառավարությանը, մալբրի ծրագիրը եթե արգրավեցինք, պետք է շատ արագ մտածենք ոնց ենք դրա փոխարեն այլ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ դնելու։ Չի կարելի հետ գնալ եւ անցնել ինչ որ նախկին լուծումների, պետքա պետական բյուջեից, երբ որ պետք է լինում ճանապարհ կառուցել, մի անձից գնումը շատ հեշտ կատարվում է, երբ որ պետք է լինում հրատապ կամ ոչ հրատապ տոննակատարություն անել, մի անձից գնումը կատարվում է։ Ուրեմն եթե նույնիսկ կոռուպցիոն ռիսկերը պարունակում, պետք է մի անձից գնում անել, բայց պետք է դնել մի հատ համակարգ, որ եւ կառավարության, եւ բարձրագույն դատական խորհրդի եւ հանրության մոտ չառաջացնի կասկած, որ տեղի է ունենում գործերի մակագրման գործընթացի միջամտություն։ Ինչ պարոն Օբելյան, մենք մի էլի կարևոր մի հարց Հələ ասեք, իմ ասած այն էր, որ ծրագրի տեղադրումը հնարավորություն է տալիս գեներացնել վիճակագրական տվյալներ, որովհետև ծրագիրը հնարավորություն է տալիս այդ տվյալները հավաքել եւ վերջում պետք չի նորից նստել ինչ որ բաներ գումարել իրար։ Ուղղակիորեն այդ ծրագրային ապահովման միջոցով աշխատելու դեպքում, այսինքն նույն այս օրինակը բերեցի մեր Delex-ի պրոդուկտների դեպքում, մենք ուղղակի այս ստատիստիկան ստանում ենք, եթե մեզ անհրաժեշտություն է առաջանում ինչ որ մի հատ նոր տվյալ ունենալ, մենք ունենք չմշակված տվյալները, այսպես կոչված raw data-ն, որից մենք արդեն ֆիլտրներով գեներացնում ենք այլ տեսակի հաշվետվություն, որը հնարավորություն է տալիս ընդունել որոշումներ։ Կներեք, ես ընդհատեցի։ Կարծում եմ հետևել եք բարձրագույն դատական խորհուրդը պարբերաբար որոշումներ է կայացնում այս կամ այն դատավորի անունը գործերի բաշխման ցանկից անելու հնար նրա ծանրաբեռնվածության պատճառով։ Դուք որպես մասնագետ, ձեր կարծիքով նման որոշումներ կայացնելու դեպքում բարձրագույն դատական խորհուրդը ինչ պետք է ունենար, հիմնավորում նկատի ունեմ, այդ որոշումը կայացնելու համար։ Մի քիչ հենց ասեմ, ոչ տրիվիալ հարց է եւ ինքնին այս որոշումների վերլուծություն ես չեմ հանդիպել, ոչ միայն Հայաստանում, այնպես ամբողջ աշխարհում առանձին սպეციფիկ այս հարցով չեմ զբաղվել։ Խնդիրը հետեւյալն է, իրականում պետք է մենք եթե անձի մոտ առաջանում է հետ գամ, եթե մեր դատական համակարգում ծանրաբեռնվածությունը այնպիսին է, որը տանելի է, ապա եթե մի հատ դատավորի մոտ առաջանում է անտանելի ծանրաբեռնվածություն, ինքը դիմում է եւ ԲԴԽ-ն որոշում է, այո, իր մոտ տանելի է, թե տանելի չի, դրա համար ինքը պետք է մոտավորը։ Բայց ինչպես վերորոշում։ Դրա համար ինքը պետք է դիտարկի, քանի գործ ունի վարույթում, ինչ գործեր են, ինչ ծավալներ են, միշտ ասում են կա դժվար գործ, թեթև գործ, ես միշտ դրա պատասխան ունեմ, հետեւյալն է, որ եթե մենք բավարար քանակությամբ գործ ենք բաշխում եւ բաշխում ենք իրականում պատահականության սկզբունքի հիման վրա, ապա երկու տարբերակ կա, պետք է սկատակով ասում, կամ այդ դատավորը ամենաանբախտ մարդն է, որտեղ իրան ընկնում է բոլոր ամենադժվար գործերը, ինչը իրականում այդպես չի կարող լինել եւ համապատասխանաբար իրականում եթե մանիպուլյացիա չկա այս գործընթացի մեջ, գործերը բաշխվում են մոտավորապես հավասար եւ թեթև եւ համաչափությունը ինչ որ ձեւ։ Ինչ որ մեծ քանակների մեջ դա դուրս է գալիս, բայց կարող է լինել դեպքեր, երբ որ իրոք դատավորի մոտ առաջանում է ծանրաբեռնվածություն եւ այդ ժամանակ դատավորը իրոք կարող է խնդրել, որ իրեն գործեր չմակագրվեն, բայց այստեղ մի հատ շատ նուրբ հարց կա։ Բազմաթիվ երկրներում դատաքննության անմիջականության սկզբունքը կա, որը գործում է շատ հետեւյալ եղանակով։ Ինչ է նշանակում ներողություն, անընդհատության սկզբունքը։ Պատկերացրեք, դատավորը պետք է ապացույցներ հետազոտի։ Եթե մենք ճիշտ ենք քննարկում, դատարանը ապացույցների հետազոտման արդյունքում որոշումը պետք է կայացնի ոչ թե խորհրդակցական սենյակում մի հատ նորից կարդալու արդյունքում, այլ պետք է ինքը անմիջականորեն մասնակիցներով հետազոտեն ապացույցները, իր մոտ արդեն պատկերացում լինի, ինքը խորհրդակցական սենյակում մտքեր ուղղակի մի հատ իմի բերի ու որոշում կայացնի։ Եթե մենակ այդ խորհրդակցական սենյակը այդպես ֆիքսիա է իրավաբանական, իրականում այդ խորհրդակցական սենյակը պետք է ինքդ քո հետ որ սկսում ես խորհրդակցել, այդ երբեմն կարող է բժշկական դաշտ մտնենք, էլի, հիմա հետ գալով։ Պատկերացրեք հիմա գործ, դատավորը այսօր քննարկեց ինչ որ ապացույցներ, հետազոտեցինք, չավարտեցինք, քրեական կամ քաղաքացիական գործ կապ չունի։ Հաջորդ նիստը կլինի մի շաբաթից, մի ամսից, 3 շաբաթից, այդ մեջտեղում դատավորը մի 3 հատ էլ ուրիշ նիստ է ունենում։ Այնտեղ էլ է ապացույց հետազոտում, հետո մյուս գործով է ապացույց հետազոտում, հետո ես մի գործով իրավական խնդիր է լուծում, այս մեկով միջնորդություն, հետո գալիս է նորից մեր գործը, նորից ապացույց է հետազոտում։ Արդյունքում դատավորը իրականում ապացույցների հետազոտումը անում է շատ ձևական, որովհետև այն ինչ որ բաների վրա մատնանշում ենք, ինչ որ բաներ արձանագրում ենք, միայն նրա համար, որ ասենք եթե քրեական գործի դեպքում եզրափակիչ ճառով, քաղաքացիական գործերի դեպքում մի քիչ ավելի
նիստերի քանակը որպես կանոն ավելի քիչ է լինում նյութերի ծավալից, բայց հիմա ապօրինի գույքով այդ նույն խնդիրը կունենանք, ապօրինի գույքի բռնագանձումներով հազարավոր էջերով նյութեր են տրվում, ինչքանով են կարևոր, ոչ կարևոր, դա ուրիշ հարց է։ Արդյունքում դատավորը, եթե ամեն օր նիստ աներ, ասենք վկա ունենք շատ լսելու, ամեն օր նիստ ենք անում, վկա ենք լսում։ Եթե լիներ գոնե մի հատ պրակտիկա, կասե հասկացա։ Դատավորը խնդրել է, որ հիմա 3 շաբաթ, 4 շաբաթ, մի ամիս ինքը ամեն օր նիստ է ունենալու, իրեն չմակագրեն այնպիսի գործ, որով ինքը գործողություն պիտի անի շատ արագ, ինքը այդ մի քանի ամիսը կանցնի, դրանից հետո ինքը կլինի մակագրվել, գործեր կարող են մակագրվել։ Նման դեպք Հայաստանի պրակտիկայում չկա։ Եվ ես չեմ տեսնում հնարավոր մոտակա ապագայում մնացած գործերի եւ ծանրաբեռնվածության լույսի ներքո։ Հետևաբար, եթե դատարանը ամիսը 1, 2 շաբաթը 1 շաբաթը 1 գործ է ունենալու, նույնիսկ հնչեղ գործ, նույնիսկ ճանաչված գործ, նույնիսկ ծավալով գործ, դա չպետք է հիմք հանդիսանա, որպեսզի այլ գործեր չմակագրվեն։ Որով եթե կրկնեմ, այսինքն մենք բանով ենք նայում, էլի, այսինքն գործընթացով։ Հիմա ինչևից է, այդ գործիքի իմաստը մի քիչ այլ տեղ էր։ Այդ գործիքի իմաստը այն էր, որ հիմա այս գործ մի տվեք, հետո շատ կտակ, որովհետև պատահական բաշխման սկզբունքը ինքը ենթադրում էր, որ մի քանի պարամետր պետք է հաշվել, այդ թվում նաև ինչքան գործը ընդհանրապես ինձ մակագրվել։ Այսինքն հիմա ինչ չեք տալիս, հետո այս պարամետրի հիման վրա ինքը մի քիչ միջինից շատ էր ինձ գալու, ինչ որ մի պահի նորից գալու էր լրացվել։ Ինչևից է։ Հիմա այդ գործիքը ինչպես են կիրառում, հետ գալով ձեր այսօրվա հաղորդման մեր այսօրվա հաղորդման թեմային, քանի դեռ չկա ստատիստիկա։ Ինչ ժամկետներով, քանի դեռ մենք չենք տեսնում այդ որոշումների ակադեմիական, քաղաքասարակության գիտնականների, միգուցե փաստաբանների, հետաքրքրվող ուսանողների, մագիստրոսների, տեխնացուների, ովքեր այդ թեմայով հետաքրքրվում են, վերլուծություններ, հետազոտություններ, մեր ցանկացած քննարկում լինելու է պայմանական, այսինքն ընդհանրապես մեր ընդհանուր իմ կամ ձեր կամ որևէ մեկի ընդհանուր վերաբերմունքը դատական համակարգի վրա էքստրապոլացնելու ենք այս process-ի վրա, ասենք այս շատ վատ բան են անում կամ ասենք վայ ինչ լավ բան են անում։ Ըստ էության ես նույն հարցի շարունակությունը կարող է լինել, փորձենք շատ հակիրճ մեր ժամանակ արդեն սպառվում է, դատավորների գործուղումը այլ դատարաններ։ Մենք փորձեցինք մի քանի օրինակներով արդյունավետությունը տեսնել եւ ինքը նման էր շատ հենց այդ որոշումներին դատավորների անունը ժամանակավորապես հանելուն, որովհետեւ այդ դատավորներն ժամանակավորապես են գործուղվում եւ կիսատ թողած գործերով վերադառնում են ու անհասկանալի է առհասարակ մի քանի նույնիսկ կոռուպցիոն երևույթները մի կողմ դրած, ինչով են նրանք թեթևացրել, եւ առհասարակ ինչպես է պարզվել այդ դատանը այդքան ծանրաբեռնված է եղել։ Նայեք, դատարանների գործուղման խնդիրը ակտուալ է եղել, երբ որ Երևան քաղաքում եղել է մի քանի դատարաններ։ Երբ որ Երևանի դատարանը դարձել է մի հատ, այսինքն Երևանի ընդհանուր հավաքչության դատարան, անկախ քանի նստավայր ունի, քանի տեղ է նստում, բայց ինքը մի դատարան է։ Մենք նկատի ունենանք մի մարդ Երևանից այլ մարզեր։ Ես հետ կգամ, որովհետև նայեք, գործերի զգալի մասը Երևան քաղաքում է կենտրոնացած, մնացածը բաշխված են մարզերում։ Շատ կարևոր է, որ մարզերում էլ էլի մի դատավոր է, մի ներողություն, մի դատարան է, այսինքն եթե մենք խոսում ենք օրինակ բերեմ, Սյունիքի մարզի դատարանի մասին, ասենք Կապանի դատարանը առանձին դատարան չի, կա Կապանի նստավայր, Մեղրի նստավայր, Գորիսի նստավայր, Սիսիանի նստավայր։ Եվ հետևաբար գործերի բաշխումը առնվազն օրենքի իմաստով ենթադրում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր հավաքչության դատարանի գործը, եթե նույնիսկ պատասխանողը Կապանում է, կարող է քննել Մեղրիում, կարող է քննել ունենք դեպքեր, կարող է քննել Գորիսում։ Ունեցել ենք դեպք, երբ որ մի քիչ այլ պատճառով է բացառքների գնալ գալու արդյունքում չի մնացել Կապանում, բայց դատավորն է գնացել այնտեղ։ Հիմա հետևյալն է, եթե մենք ունենում ենք բավականին մեծ քանակությամբ ծավալ, իսկ Երևանն է, մենք Երևանը երբ որ միացրեցինք, ու դա էլի մտածված գաղափարներ, որպեսզի բաշխումը հավասարվեր։ Ստացվում էր հետևյալը, կենտրոնի դատարանում ծանրաբեռնվածությունը մեծանում էր, ինչ որ X դատարանում պակասում էր։ Երբ որ մենք միացնում ենք, ամբողջը հավաքվում է։ Դրա համար մենք ունենք մեկ վարչական դատարան տարբեր նստավայրերով։ Եթե իրականում այս արհեստական դիմել եմ Երևանում վարչական դատարան, ասում են դե պետք է ուղարկենք Սիսիան, ուղարկենք Սևան։ Ասում եմ ինչի՞ կուղարկում Սևան, դա մի դատարան է, այստեղ մուտք արեք, կմակագրվի Սևան, կգնանք Սևան, որովհետև վարչական դատավարության կարգով էլի կարելի է տարանջատել գործերը։ Ով ասեց, որ
Գիտեմ, եթե խոշոր հարկային իդեմա դա պարտադիր պիտի Երևանում քննվի, եթե դա ճոյ է, կարող է տարբեր մարզերում քննվի եւ այլն։ Այսինքն երևույթի առումով, եթե մենք ֆինանսների նախարարությանն ենք պատասխանատվության ենթարկում, պարտադիր պիտի հասնենք Երևան, չէ՞։ Եթե ես կապանում եմ գտնվում եւ կապանում դիմել եմ վարչական դատարան, խնդրեմ, գործ ուրեմն թող կապանում եք քննվի։ Պայմանական օրինակը բերեցի, որ բարձել է։ Հիմա գործուղման անհրաժեշտությունը նույնպես պետք է վերլուծվի։ Մենք ինչ են հիմա որ մենք քննարկենք, դուք ասեք այս մյուս որոշումը, հետո երրորդ որոշումը, հետո չորրորդ որոշումը մեկը որ խրախուսումների հետ կապված, առաջխաղացման ցուցակների հետ կապված, մի շարք այլ հարցեր, քանի դեռ չկա ստատիստիկա, որը հասանելի է, իսկ ցանկալի է որ նաև հետազոտողների համար լինի չմշակված տվյալների աղյուսակներ, այսինքն raw material, raw data այսպես կոչված, դա հնարավորություն կտա ռեալ առաջարկներով հանդես գալ, հնարավորություն կտա ցանկացած բարեփոխման ժամանակ, երբ որ ես կգնամ կքննարկեմ, փորձեմ տվյալ առաջ քաշեմ։ Ես առնվազն երբ որ հիմա գնում եմ ինչ-որ մի հատ քննարկման, դատա իրավական կլինի, դատական կլինի, դատավարական կլինի քննարկման ինչ-որ փոփոխության, ես առնվազն ուղղակի այնքանով որ գրասենյակը ունի բավականին մեծ քանակ, ես այդ ստատիստիկան կարողանում եմ վերլուծել։ Բայց պատկերացրեք, եթե ես էլ միայնակ աշխատող փաստաբան եւ ցանկանայի կարծիք տալ, իմ կարծիքը սահմանափակվելու էր 10 գործի վրա, 20 գործի վրա, այլ ոչ թե 20000 գործի վրա։ Պարոն Օրբելյան, վերջին հարցը մենք չունենք այդ վիճակագրությունը, որովհետեւ պահանջարկը չկա, պահանջողը չկա, կառույցը կա ըստ էության, բայց պարզվում է, որ կառույցը այդպես էլ տարիների ընթացքում չի լրջացրել այդ հարցը։ Ինչու, որովհետև այդ պահանջը խստորեն դրված չի կամ չկա այդ պահանջը։ Իմ կարծիքով մենք ունենք այդ վիճակագրությունը, ուրիշ հարց է, որ դա վերջնականացվում եւ հրապարակվում է թե ոչ։ Վերջին մի քանի ամսվա մասին չի խոսքը, որովհետեւ վերջին տեսքով ինչ որով մատուցվում է, ես կարծում եմ, որ շատ նեղ մասնագետների է երևի թե միայն դա Վերջին մի քանի ամսվա ընթացքում ես չեմ խոսում, որովհետև այդ դատալեքս համակարգի աշխատանքը ամբողջությամբ խափանել է, բայց դրանից առաջ ես առնվազն տեսել եմ մի շարք վերլուծություններ, որը իրականացվել էր, օրինակ Վճռաբեկի դատարանը իր չէ, ընդհանուր տարեկան կտրվածքով առնվազն 14 թվականին, 15 թվականին, 13 թվականին ես համոզված եմ, որ դատական համակարգի, դատալեքսի համակարգի մեջ կա այդ տվյալները, ուղղակի պետք է դրա վերլուծության գործիքակազմը ոչ թե սարքվի, այլ վիզուալիզացվի, այսինքն խոսքը գնում է, որպեսզի բոլորին պարզ լինի մի քանի միլիոն դրամի մասին։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին չի, փոքր գործիքներ, որոնք կկարողանան աղյուսակներ պատրաստել, զուտ այդ տվյալները ավելի ընկալելի հասանելի դարձնելու համար։ Մենք ժամանակին մի հատ հոլանդական կազմակերպության հետ Տիլբուրգի համալսարանում գործող Hill Center for Innovative Justice կար, դրա իրենց հետ քննարկում ենք, իրենք հաշվում էին արդարադատության մատչելիության ինդեքս, այդ Access to Justice Index, եւ իրենք ինչ հետաքրքիր բաներ էին արել, տարբեր երկրներում ծրագիր էին արել, ասած Եմենում մենք արեցինք ծրագիր, համարվում էր որ մարդիկ ավելի քիչ են վստահում դատարաններին, քան իրենց գյուղական, չասեմ, տարեցիներին, ասեմ, մեծերին, ասեմ, ան ինչ կլինի, այսինքն կար ինչ-որ ոչ ֆորմալ արդարադատության համակարգ։ Եվ համարվում էր, որ դատարանները ավելի վատ են մարդկանց տեսակետից, քան այս համակարգը։ Երբ որ մենք ուղղակի բերեցինք ու չափեցինք, վերլուծեցինք եւ խորքային եւ որակական եւ քանակական վերլուծություն արեցինք, հետազոտեցինք, պարզվեց, որ դատարաններին էապես ավելի բարձր են վստահում եւ շատ ավելի դժգոհ են այս համայնքային հարց լուծողներից, պայմանական sense ասենք, հա, ավականիներից, ինչ բառ կօգտագործենք։ Եվ դատարանների համար սա դառավ դրոշակ, որ ասեն Ժորժ ջան, հերիքա մեզ քննադատեք, մեզ մարդիկ վստահում են։ Այսինքն մենք լավ վերլուծության դեպքում կարող ենք ներսի նման ցուցանիշ ունենանք, այո։ Նորը IRA-ը ցույց տվել, որ դատարանների վստահության մակարդակը 8% է, բայց ինչի է 8%, մենք չենք տեսնում։ Մենք ժամանակին, երբ որ վերլուծեցինք, ես ասում եմ 2012 թե 13 թվականին հայկական մեծ փաստաբանական ընկերություններից մեկը, չասեմ անունը, իրենք են վերլուծությունը արել համաշխարհային բանկի ծրագրով մեթոդոլոգիայով, մարդկանց մի զգալի մասը չէր վստահում դատարաններին, բայց դատարաններին չվստահողների, այսինքն մենք ունենք սարսափելի մեծ տոկոս չվստահողների այն մարդկանց միջև, ովքեր դատարանում երբեք չէին եղել եւ ինֆորմացիա ունեին ԶԼՄ-ներից։ Այլ մարդիկ, ովքեր եղել էին դատարանում, այսինքն մի կատեգորիայով ցածր էր նրանց չվստահելը եւ բավականին բարձր վստահության մակարդակ կար։ Հիմա թվերը չեմ ասի, որ սուտ չասեմ, որովհետեւ պետքա վերհիշեմ։ Այսինքն ստացվում էր այն մարդը, ով որ մի անգամ ոտ էր դրել դատարան, շատ էր վստահում այդ դատարանին, քան այն մարդը, ով որ դատարան
բանի մասին լսել էր միայն հեռուստատեսությամբ կամ թերթով կամ ԶԼՄ-ով կամ Facebook-ով, ու այն ժամանակ Facebook-ը այդքան տարածված չէր։ Հետևաբար շատ կարևոր է, եթե մենք ունենում ենք տեղեկատվությունը եւ այդ տեղեկատվությունը ներկայացվում է ճիշտ ձևով, վստահության մակարդակը էապես բարձրանում է։ Իսկ վստահության մակարդակի բարձրացման մասին էր խոսում այն երկու փաստեր կասեմ, եթե ժամանակը կավարտենք, եթե հարց կունենաք, ելի ուրախ կլինեմ պատասխանեմ։ Ժամը 2009 թվականից զբաղվել եմ փաստաբանական գործունեությամբ, 11-14-ում նախարարությունում եմ եղել, 10 մինչև հիմա դրանից հետո ելի զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ։ 2009-10 թվականին, երբ որ վստահորդներ էին գալիս մեր մոտ, մենք շատ երկար ու շատ զգույշ բացատրում ենք, որ կարելի է այո Հայաստանում դիմել դատարան, պետք չի ոչ մեկին կաշառք տալ, պետք չի ծանոթ ունենալ, բայց շատ զգույշ, որ հանկարծ տենց հետո միշտ կարող է գործը պարտվեց, չստացվի, որ դու երաշխավորեցիր։ 2017-18 թվականներին ունեցել եմ 0 դեպք, երբ որ մեզ դիմող մարդը ասել, բայց իմաստ ունի դատի տալ։ Կարան գնանք դատարան, բայց դատարանները աշխատում են թե չէ։ Իսկ 0 դեպք, ոչ թե 1%, ոչ թե 2%, ու եթե 2009 թվականին փոքր-մոքր գործեր էին այսօրվա մեր հաշվարկներով, 2016, 17, 18 թվականին, այսինքն մինչև իշխանափոխության ժամանակ բավականին մեծ բարդ գործերով։ Պատկերացնեք, դրանից հետո պահպանվել էր այդ տենդենսը, անցած տարի, նախանցած տարի արդեն ունենք դեպքեր, երբ որ մարդիկ կասկածի տակ են դնում դատարանների անկախությունը։ Այս որ կառավարությունը ուզի մենք ոնց ենք անում, հələ որ դիմադրում են, այսինքն ունեմ շատ բարդ գործեր կառավարության դեմ, կասկածի տակ չեն դրվել, բայց ունեմ արդեն դեպքեր, երբ որ արդեն իմաստ ունի դատի տանք, բա որ այնտեղից խառնում են, բա որ ասեն, բա որ ինչ, այսինքն այդ դա կա։ Սա մի ցուցանիշն է, եւ երկրորդը դատական ակտերի քանակը։ Եթե ես չեմ վստահում ձեզ, ես ձեզ երբեք կյանքում չեմ դիմի, չեմ ասելու, ես ձեզ չեմ վստահում, բայց վերցրեք այս գործս քննեք, չեմ դիմի։ Իսկ քանակը ցույց է տալիս վստահություն։ Հիմա քանակը կարանք ասենք, որ բանկերն են բռնագանձում, բայց բացի դրանից մնացած գործերի քանակներն են ավելացել։ Շնորհակալություն բովանդակալից եւ զրույցի համար։ Մեր կդինեն նշեցնեմ, որ հետքի սրահում իրավաբանական գիտությունների տեխնացու կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Արամ Օրբելյանն էր եւ մենք քննարկում ենք դատական պրակտիկայի եւ վերլուծության եւ վիճակագրության կարեւորությունը դատական բարեփոխումների հարցում։ Շնորհակալություն, ստեցություն։